Ինչ-որ շատ էս վերջերս անդրադարձանք այդ բրբսնյակի ծաղիկին, նույն ինքը կրթություն չունեցող ազգային ժողովի առողջապահության հանձնաժողովի նախագահ տիկնոջը, գիտեք, ես չգիտեմ այդ կինը մայր է թե ոչ, բայց որ այդ կինը բացարձակ էմպաթիա բառը չեք հասկանա երևի, բացեմ ապրումակցում կարեկցանք չունի, դա միանշանակ է, պատկերացնում եք այդպիսի արհամարանքով խոսել գերիների մասին, խոսել Արցախի քաղաքական էլիտայի մասին եւ դուրս տալ անտրամաբանական մտքեր, որ մարդիկ կամավոր են գնացել գերեվարվել, ավելին, երևի Դավիթ Բաբայանի անունը չգիտեր, բայց ակնհայտորեն ակնարկում էր Դավիթ Բաբայանին, ասելով, որ նրանցից մեկն էլ իր մեքենան նստել է եւ գնացել է գերի է հանձնվել։ Ես հույս ունեմ, տիկին, որ ձեր շրջապատում մի adekvat մեկը կլինի, որ ձեզ կպատմի, թե ինչի է Դավիթ Բաբայանը կամավոր գնացել գերեվարվել եւ թե ինչի Դավիթ Բաբայանին զգուշացվել է անգամ, որ չփորձես ինքնասպան լինել, որովհետև Դավիթ Բաբայանը դեռ գերեվարումից շատ առաջ Արցախի օկուպացիայի օրերին ինձ մշտապես ասել է, որ ես իմ բաժին ռումբը ինձ մոտ միշտ նռնակը, ինձ մոտ միշտ պահում եմ, նրան թույլ չեն տվել անգամ ինքնասպան լինել, զրկեր են անգամ ինքնասպան լինելու իրավունքից եւ ինչով են սպառնացել, թե ինչ կանեն նրա որդու հետ